Պատկասում եք ինքնաթիռը օդ է բարձրանում, իր վրա հրթիռը բաց է թողում, հետո գնում է իջնում է։ Իսկ Իրանը հարվածում էր հրթիռային կայանքներից, իր մոտից հրթիռը գնում էր, Իսրայելին հարվածում էր։ Հիմա այս իրողությունների պայմաններում, երբ Իսրայելի իսկապես հրթիռները համարյա վերջանալու վրա են, եւ բունկերները չկարողացան հարվածել, իշխանափոխություն չեղավ։ Իդեպ ասեմ ձեզ, մոտ 3000 անձ, որոնք այդ ահաբեկչական խմբավորումներն էին, ոչ թե ահաբեկչական դիվերսիոն խմբերն էին, սպանվել են, 10,000-ից ավել մարդ ձերբակալվել է։ Իսկ մի ուրիշ հետաքրքիր փաստ, ազգությամբ գիտեք ովքեր են եղել հիմնականում այս դիվերսիաների կատարողները։ Եփյասեն ադրբեջանցի։ Ոչ։ Ուրեմն երբ ԱՄՆ-ը որոշեց, որ Աֆղանստանից դուրս է գալիս, ԱՄՆ-ի ծառայ վարչակազմ կար, եւ թալիբները, երբ որ իշխանություն վերցրեցին, թալիբները